Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այս վերջերս համացանցում շատ քննարկվում է բանակից խուսափելու թեման եւ հետաքրքիր մի բան է հայտնի դառնում, չնայած դա այնպես չի, որ նոր է հայտնի դարձել, բայց այդ քննարկումների շնորհիվ շատ ու շատ բացահայտումներ են լինում եւ պարզվում է, որ բոլոր նախկին չինովնիկների կամ հարուստ մարդկանց որդիները բանակի համար ոչ պիտանի են։ Իսկ եթե դուք բանակի համար ոչ պիտանի եք, եղբայրներ, ուրեմն դուք պետք է լինեք ոչ պիտանի պետական պաշտոններ զբաղեցնելու համար։ Կամ եթե ուզում եք պետական պաշտոն զբաղեցնել, ուրեմն դուք պետության առաջ պարտք պիտի չունենաք։ Իսկ բանակում չծառայելը նշանակում է պարտքը լինել պետությանը։ Իսկ լինելով պետությանը պարտք, դուք իմ կարծիքով իրավունք չունեք պետական պաշտոններ զբաղեցնելու։ Այս իմ կարծիքով վերաբերվում է բոլորին, որովհետև ես շատ եմ տեսել իմ շրջապատում եւ չգիտես ինչու, որ մենք գնում էինք ծառայելու, բոլորս հասարակ ընտանիքի տղաներ էինք, կային նաեւ շատ աղքատ ընտանիքների երեխեք, չգիտես ինչու չկային հարուստ կամ ինչ-որ չինովնիկների տղա երեխեք եւ բոլորը դուրս էր գալիս, որ հայոց բանակի համար ոչ պիտանի եք։ Իսկ եթե դուք ոչ պիտանի եք եղել բանակում ծառայելու համար, դա շատ օրինաչափ է, որ դուք ոչ պիտանի եք բարձր պաշտոններ զբաղեցնելու կամ ազգային ժողովում հայտնվելու կամ ինչ-որ պաշտոնների հավակնելու համար։